Դա փչացնում է մարդկանց։ Եթե դուք ուզում եք, որ թոշակառուները լավ ապրեն, դուք ոչ թե զեղչ տվեք ավտոբուսի տոմսի պարագայում, այլ բարձրացրեք այդ զեղչի չափով, բարձրացրեք այդ մարդկանց թոշակը։ Իսկ ուսանողների համար զեղչ անելը հանցագործություն է այդ ուսանողների նկատմամբ։ Որովհետև դուք պատկերացնում եք մարդուն ինչ եք դուք սարքում։ Ուսանողը սպասում է, որ ինքը պիտի գնա նստի ավտոբուս եւ ավելի պակաս վճարի։ Դա հանցագործություն է, ասում եմ, այդ ուսանողի հոգեբանության նկատմամբ։ Դա կոմունիստական մտածելակերպ է։ Մարդը, եթե ինչ-որ մի բանի կարիք ունի, տուր իրեն։ Եվ եթե մարդը ինչ-որ մի բանից ավել ունի, որի կարիքը չունի, վերցրու իրենից։ Սա կոմունիզմ է։ Կոմունիստական մտածելակերպով հնարավոր չէ պետություն կառուցել։ Այդպիսի փորձեր եղել են, դուք գիտեք արդյունքը։ Մեզ պետք է ոչ թե կոմունիստական հասարակարգ, այլ զուտ կապիտալիստական հասարակարգ, որովհետև կապիտալիզմը մարդու մեջ առաջացնում է մոտիվացիա։ Հաջողակ ֆիրմաները այն ֆիրմաներ են, որտեղ աշխատողները ունեն մոտիվացիա։ Օրինակ, հաջողակ ֆիրմայում աշխատողը ստանում է ոչ թե միայն աշխատավարձ, այլ նաև բոնուս իր արած արդյունքի համար։ Անհաջողակ ֆիրմայում աշխատողները չունեն մոտիվացիա։ Կոմունիստական մտածելակերպի մեջ սա աշխարհայացք է։ Մարդը չունի մոտիվացիա։ Ինչու մոտիվացվել ստեղծել ավելի շատ, եթե ինչ որ մեկը գալու է, ինչ որ մի երկու դուրը ծեծելու է եւ ասել է դու շատ ունես, քեզ քո այդ ավելցուկը պիտի վերցնենք քեզնից։ Մարդը, ես չեմ ճանաչում մարդու, որը ուզում է վատ ապրել։ Ես չեմ ճանաչում մարդու, որը չի ուզում ամեն հաջորդ օր ավելի լավ ապրել, քան նախորդ օրը։ Հետևաբար կապիտալիզմը այն մտածողությունն է, այն փիլիսոփայությունն է, այն աշխարհայացքն է։ Ես նույնիսկ կասեի, այն կրոնական, համարյա կրոնական մոտեցումն է, որը պետք է մեր պետությանը, որպեսզի մեր պետությունը մրցակցային դառնա, երբ որ դու կանգնում ես եւ ուսանողին ասում ես, գիտես ինչ, դու հերիք չի դեռ ուսանողները ինչ արդյունավետությամբ են կրթվում, դա դեռ մի կողմ, բայց ասում են դու ուսանող ես, քեզ ալի էժանով տանք ես ավտոբուսի տոմսը։ Դա ամենավատ բանն է, որ դու կարող ես անել ուսանողին։ Հակառակը դու պիտի ասես ուսանողին տոմսը արժի ենթադրենք 150 դրամ, դու վճարում ես 150 դրամ, դու կարող ես կրթության ընթացքում աշխատել եւ աշխատելով վաստակել այնքան, որ ընդհանրապես չմտածես ավտոբուսի տոմսի մասին։ Իսկ թոշակառուին մենք պիտի ասենք, նախ առաջինը, դու թոշակառու ես, դա չի նշանակում, որ դու չպիտի աշխատես։ Դու կարող ես շարունակել աշխատել մինչև քո կյանքի վերջը, քիչ բացառություններով, երբ որ մարդը, չգիտեմ, այնպիսի հիվանդություն ունի, որ առասարակի վիճակի չի աշխատել։ Չաշխատող մարդիկ մահացած մարդիկ են։ Իրենք շնչում են, բայց հոգեբանորեն մահացած մարդիկ են։ Ոչ ոքի պետք չի չաշխատող մարդը։ Մարդը ինքնին, մարդը աշխատող կենդանի է, բանական կենդանի եւ աշխատող կենդանի։ Ուստի կտրականապես ես դեմ եմ, որ որևէ սոցիալական խմբի տրվի որևէ արտոնություն։ Դա դեգրադացնում, փչացնում է մեր հասարակությունը։